Բարև Օլիմպոս, մեր սպորտային ալիքում եք եւ այսօր զրուցելու ենք շատ տիպուկ մարզուհիների հետ։ Իսկ մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել մեզ, եթե դեռ չեք արել, իսկ թողարկումից հետո գրել մեկնաբանություններ եւ կարծիքներ։ Երևանն ընդունել էր Հրաձգության Եվրոպայի երիտասարդների եւ մեծահասակների առաջնությունը, Հայաստանի հավաքականը նվաճեց 4 ոսկե, 8 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ։ Մեդալակիրներից երկուսն այսօր մեր տաղավարում են։ Բարև ձեզ աղջիկներ։ Ձեզ։ Եվրոպա առաջնությունից հետո շատ քիչ ժամանակ է անցել, արդյոք հասցրել եք հանգստանալ եւ ուզում ենք իմանալ ինչ տպավորություններ ունեք եւ ինչպես անցավ ձեզ համար մրցաշարը։ Շնորհակալություն հրավերի համար։ Նաև շնորհավորում ենք բոլորիս միամսյակը, կանանց եւ աղջիկների։ Շատ քիչ ժամանակ է անցել, վերականգնվելու համար, որովհետեւ շատ երկար ենք պատրաստվել։ Այն ամենին, ինչին որ մենք հասանք, որովհետեւ դա նպատակ ու երազանք էր, իսկ երազանքները երբ որ դառնում են նպատակ, արդեն իրականանալով, արդեն դու ինքդ քեզ թվում է, որ դու իրականության մեջ ես։ Այս դեպքում դեռ մի քիչ ժամանակ է պետք, բայց բնականաբար արդեն փորձում ենք հաղթահարել այդ հոգնածությունը։ Իրականում շատ պատասխանատու էր ու լարված ու շատ էմոցիոնալ մրցումները, ամենաէմոցիոնալը ինձ թվում է, որովհետև առաջին անգամ Հայաստանում էր տեղի ունենում, հայ մարզիկ, հայ մարդիկ, այսպես ասած, բոլորը գալիս էին, որ տեսնեին մեզ, միայն հայ մարզիկն էին ինձ թվում է, ու նորություն էր բոլորի համար, քանի որ Հրաձգությունը այդքան էլ հայտնի սպորտաձև չի, եւ ինձ թվում է ես Լիլիթը եւ մեր մնացած մարզիկները պատվով դուրս եկանք։ Դե մեդալները խոսում են դրա մասին։ Դուք երկուսդ Լիլիթ Գոհար մրցում եք միմյանց մեջ։ Սա երևի ձեզ ամենաշատ տրվող հարցերից է։ Հեշտ է, դժվար է պայքարել իրար հետ, նախ մարզվել։ Իրար նայելով առաջ են գնում, քանի որ մրցակցություն կա, եթե մրցակցություն չլինի, արդյունքները բնականաբար չի բարձրանա։ Մենք միշտ ունեցել ենք մրցակցություն եւ այդ իսկ պատճառով մենք գրանցում ենք բարձր արդյունքներ, իսկ ինչ վերաբերվում է արդեն ֆինալին, եզրափակչին, թող Լիլիթը ասի, որովհետեւ ինքն է սկզբանն է եկել ասել։ Իրականում երբ իմացանք, որ կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ են արդեն մենք անցել, այդ 4 լավագույնների մեջ էինք, ես Գոհարին խնդրեցի, պայմանավորվեցինք, մեր նպատակը այո այն էր, որ մենք եզրափակչում իրար հետ պետք է պայքարեինք, այսինքն կիսաեզրափակչում պետքա ուկրաինացիներին չզիջեինք, որովհետև բազմիցս զիջել ենք, ճիշտ է հաղթել ենք, բայց զիջել ենք եւ ուզում էինք եզրափակչում երկուսով լինեինք, որպեսզի եզրափակիչը ավելի հանգիստ ու ավելի թեժ լիներ, բայց հայկական։ Հա, իրականում, ու ոնց որ նշեցի մի անգամ Գոհարին վերջերս մի երկու առաջ հանդիպեցինք, խոսեցի, ասի Գոհար մենք հասել ենք արդեն այն մակարդակին, որ մենք կարողանում ենք իրար հետ որոշել եւ անել այն, ինչին որ տարիներով գնում ենք, հա, ցույց տալ, որ լավագույններից մեկն ենք այս պարագայում։ Բայց հաստատ այդ ամենին հասնելը հեշտ չի եղել։ Ինչ դժվարություններ եք անցել ու այդքան էլ հեշտ չի պայմանավորվել ու անել։ Այդ ինչպես ձեզ մոտ ստացվեց այդ ամենը։ Ինձ թվում է փորձի արդյունքում արդեն այսպես ասեմ, իմ միակ նպատակը այդտեղ, որ ես հայտնվեմ Լիլիթի հետ ֆինալում ու արդեն միևնույնն էր, ով կհաղթի, քանի որ արդեն բարձրանալու էր Հայաստանի դրոշը, հնչելու էր օրհներգը ու շատ թեժ պայքար է եղել, շատ քիչ միավորներով է տարբերությունը եղել, այսինքն այդ ինտրիգան նույնիսկ պահել ենք դիտորդների համար, եղել է հաշվում 1-1, 2-2 ու տենց 10-ով 12 նոր արդեն հաղթել է Լիլիթը։ Մենք նման եզրափակիչ մեկ էլ ունեցել էինք Հայաստանի առաջնությունում երկուսով։ Բայց Գոհարն էր հաղթել երթին։ Երթով հաղթանակը փոխանցելով գնում ենք ով է։ Իրականում մեր մոտ մեր մարզաձևում զոր ամբողջ մեկ միավորը նույնիսկ կարող է մեդալի գույն փոխել։ Այս պարագայում Գոհարի հետ դիտում էինք արդեն օրվա վերջ, արդեն որ մրցաշարը ավարտվել էր, Գոհարի հետ դիտում եւ ծիծաղում էինք, որովհետեւ այդ էմոցիաները կիսվում էինք միմյանց հետ։ Այն մի հատ հետաքրքիր պահ նկատեցինք, որ ես երկու կրակահերթում էլ, թե Ուկրաինա եւ եկիսաեզրափակչում եւ եզրափակչում 9.1 միավորով էի։ Վերջի կրակոցս այո 9.1 էր ու հետաքրքիր այն էր, որ նա Գոհարի դեպքում էր 9.0, Ռիբավալովա Վիկտորիայի մոդել էր 9.0, դա նշանակում է, որ զուտ 0.1 միավորը մեդալի գույն էր որոշում։
Հաստատ եզրափակչում երկուսդ էլ այսպես հանգիստ էիք։ Չկար այդ լարվածությունը, թե ամեն դեպքում ոսկին կանչում է։ Իրականում սկզբից հանգստություն կար, երբ որ ոտքս դրեցի կրակագից, արդեն հայերենով մեկնաբանում էին, հենց սկսեցին հայերենով մեկնաբանել, ես այդտեղից իմ լարվածությունը սկսեց, որովհետև իմ փորձի մեջ չէր եղել նման դեպք, որ հայերենով մեկնաբանեն եզրափակիչը։ Հուզվեցի, բայց դե այդ սովորական է, այսպես ասեմ, նորմալ է, որ հուզվում ենք, բայց ավելի հանգիստ էի, որ Լիլիթի հետ եմ կրակելու, բայց սկսեցի լարվել, երբ հայերենով սկսեցին մեկնաբանել, բայց իմ դեպքում մի փոքր այն էր, որովհետև ես չեմ նեղվում այդ երկրպագուների խոսակցություններից եւ այլն, ավելի շատ երբ որ հաշիվը 1 1 2 2 3 3 4 4 արդեն դե մեր մոտ հաղթանակը 6-ից է, բայց եթե նմանակ հավասար 5 6 այդ դեպքում 2 միավոր եւ ավել պետք է լինի ու հասկացա որ այստեղ արդեն իրոք մեդալի կռիվ էր ու հենց Գոհարի պապիկն էին սովորացրել իմ արտիչը որ ասաց եթե մի հոգի բարձր արդյունք է ցույց տալի դու իրանից ավելի բարձր պետք է լինես այս դեպքում մի քիչ հա փորձի երևի հետ կապված տարիքի հետ կապված կարող է մի քիչ իմ նյարդերը ավելի մի քիչ ինչքան մի քիչ դրա ամբողջ մեկ միավոր երկու անգամ կարող է բայց նու այսինքն էդի տարիների հետ է գալի, հա ավելի դիմաց կունեմ երևի թե, այսպես նշեմ, բայց այնքան կարևոր էր, որ բոլորը տեսան այդ գեղեցիկ եզրափակիչը, որ նույնիսկ ոսկի մեդալը հենց այնպես չի տրվում։ Ու ոչ միայն մեր երկուսի եզրափակիչը, նաև Միքս Մրսաձևի, երբ որ մենք ցավոք կիսաեզրափակիչը իրար դեմ էինք պայքարում, այսինքն մեզնից մեկը պետք է լքեր։ Հայկի հետ մենք 3 տարի վարությունը կրակում ենք ու առաջի անգամ եզրափակիչ էինք ուտել Գոհարն ու Գոռը իրականում շատ ուժեղ մարզիկներ են ոչ թե Գոհարն է տեղադրաման են գովում ոչ իրենք տարիներով եղել են այդ վարության ուժեղագույնը հա չեմպիոնները այդ տիտղոսը իրենցն եղել ու իրենց հաղթելը իմ ու Հայկի համար դա մի հատ այնպեսի ինչ որ բարիեր էր որը որ թվում էր անհաղթահարելի երբ որ մենք 46 կրակոցից հետո դա ռեկորդ է այո որովհետև ամբողջ վարժությունը 40 կրակոց է իրար հետ։ Մենք կիսաեզրափակչում 46 կրակոց ենք արել։ Միայն հաշվարկային է, փորձնականները չհաշվար։ 46 կրակոց հետո նոր մենք հաղթել էինք ու ամբողջ էներգիան գնացել էր այդ կիսաեզրափակչի վրա։ Երևի թե դրա պատճառով էլ երկու բաներն էլ պարտվեցինք, թե Գոհարենք, թե մենք։ Իրականում բրոնզի համար պայքարում ես 46 կրակոցից հետո, չեմ ասում ֆիզիկապես այդքան պատրաստ էի, իհարկե պատրաստ էի, բայց մենք որ հաշիվը 5-ով 1 էր եւ հետո հասցրեցինք 5-ով 1 էր օգուտ ֆինլանդացի մարզիկների, հասցրեցինք 5-ով 5 օգուտ մեզ, արդեն իմ նյարդերը 5-ով 2 հաշվից տեղ էին տվել եւ ես արտասվելով եմ ամբողջ մնացածը կրակել, այդպես արտասվելով ու նույնիսկ որ հետո ուղի եթերներ նայում ենք, մեկնաբանում են, ասում են Գոհարը չի կարող զսպի արդյունքները, չի կարողանում Գոհար հավաքի քեզ, իրականում այդպիսի փորձ ինձ մոտ չէր եղել Առաջին անգամ Հայաստանում ես նման փորձ ձեռք բերեցի, որ ինչ ուզում է լինի, դու պետքա նույնիսկ արտասվելով պետքա քո արդյունքը ցույց տաս, բայց շատ քիչ էլի տարբերությամբ մենք պարտվեցինք, ես ու Գոռը, բայց ոչինչ կշտկենք։ Հաջորդիվ։ Չէ, Գոհարը էմոցիաներ ընդհանրապես տենց չի ցույց տալիս։ Հա, առաջին անգամ էին էմոցիաները տեղի ունենում։ Նաև այդ ամենը մի քիչ ոնց որ կոտրեց, որովհետև տենց ոնց որ ամբողջ բեր չեմ ասի, բայց պատասխանատվությունը մնաց իմ ու Հայկի վրա, հա, ու դու որ տեսնում ես, որ քո ընկերը Գոհարը չի լացում։ Ну, լացում է, բայց ես իրան տեսել եմ, մենք հրաձիկները սովորենք այդ էմոցիաները ցույց տալ հետո, հա, հանգստի ժամանակ, թաքուն, գիտեմ, ընկերական շրջան, բայց Գոհարը որ բոլորի մոտ կարող է արտասվի, այդ ամբողջը այնտենց անկախ քեզանից դու վերցնում ես պատասխանատվությունը քեզ վրա, բայց այնտենց ինչ որ բարիեր կար, որ եւի թե հոգնածությունը, որտեվ նախորդ օր իրար հետ շատ թեժ մրցելույթ ենք ունեցել, հետո մի քանի րոպե առաջ 46 վիստրել էինք արել, պետքա սովորենք բնականաբար։ Դա նաև փորձի ինչ-որ բան էր, որը մեզ տվեց այս առաջնությունը, որը եղավ մեր համար 10, որ շատ ավելի շատ կրակենք մեր առաջնությունները։ Չհոգնենք։ 60-ը։ Հենց նաև դրանից ենք ուզում իմանալ, թե հոգեբանական ինչ պատրաստվածություն եք անցնում, ինչպես եք տրամադրում, երբ կողքից նայում ենք շատ հանգիստ եք, թվում է հավասարակշռված, ոչինչ ձեզ հետ տեղի չի ունենում, բայց քար նյարդերով կրակում եք, բայց ներսում ձեր բավական փաստորեն թեժ ու բուռն պայքար է ընթանում, մի քիչ դրա մասին պատմեք, այդ չերևացող եւ հետաքրքիր կողմի։ Մի հետաքրքիր բան ասեմ հենց այդ ձեր հարցի շուրջ։
Իրականում, երբ որ կիսաեզրափակիչ պետքա կրեկին Գոհարի հետ, ու հետո եզրափակիչները առանձին մեկուսացել տրամադրվում ենք, որովհետև հրաձգությունը տարբերվում է, որովհետև դու ես քո զենքը, քո թիրախը ու քո աշխարհը։ Մենք առանձին աշխարհ, որում որ դու ես ամեն ինչը կառավարում։ Չկա քեզանից լավը, եթե դու մեր մարզիչները միշտ մեզ սովորեցրել են, եթե դու մրցաշարի ես մասնակցում, դու ուրեմն արժանի ես հաղթանակի, բայց այդ օրը ով ավելի պատրաստ կլինի, ով ավելի իր արդյունքը կարողանա ինքն իրեն հաղթել։ Այո, զսպել, ինքը այդ օրվա հաղթողը կլինի։ Այս դեպքում դու ես քո աշխարհը եւ այլն մեկուսացել տրամադրվում ենք։ Ես մի անկյուն նստած, այս Գոհարը գալիս է դիմացողից ասում ու գնում է։ Գնաց, գնում եմ։ Նայում եմ, աչքիցս չի երևում, ուրա գնաց այս աղջիկը, կարող է տեղ կա փախնելու, ես էլ հետևից փախնեմ։ Իրականում այնքան շատ է պատասխանատվությունը, լարվածությունը, ինչքան է չի երևում, դու ուզում ես ուղակի վեր գնալ ու գնալ այդտեղից։ Ասում կարող է ելք կա, որ գնում է, ես էլ հետևից գնամ, հետո հասկացա, որ չէ, ինչ է դա գալիս է։ Չէ, այն պահն է, որ պետք է կարողանաս զսպես, ուղղակի այստեղ շատ ավելի բարդ էր, որովհետև մենք երբևիցե սովոր չենք։ Այս ուշադրությանը, այն ամենին, որ այսքան երկրպագու կարող ես ունենալ, որ ամեն քայլափոխի կարող ենք ես բարևել ու հարցնել, ինչ որ հարց չեն գրում։ Իրականում իրենք կարող է շատ լուրջ հարցեր լինեն, բայց այդ պահին քեզ թվում են շատ անիմաստ հարցեր, որոնք որ պրոստը կարող են խանգարել, հա։ Ու մենք գտնում ենք ինչ որ փոքր տարածքներ էինք բանգալի, որ ուղղակի մեկուսանանք ու ոչ մեկի հարցերին չպատասխանենք, հա։ Ոնց որ սենց ասեմ, ես նույնիսկ իմ տանցերին չեմ թողել որ գամ, որովհետև ես չեմ ուզում որ իրենք եթե պիտի գան իմ աչքին չերևան, այն ավելավա չգան։ Եկել ու բախտվել էր, որ ես չտեսնեմ տրիբունաներում։ Այսինքն այդ լրացուցիչ լարվածություններ տվել ձեզ ինչ որտեղ։ Մենք սովոր չենք։ Որտեղ մեր մրցույթները միշտ դուրսում է տեղի ունենում։ Քանի որ առաջի անգամը ես ինչպես նշեցի, բոլորի ուշադրության կենտրոնում հայ մարզիկներն են բնականաբար լինելու ու ամեն քայլափոխին այդ հարցերը մեր այնտեղ մարդիկ հարցում են, բա դուք երբ եք կրակելու, ձեզ հաղթանակ ենք մաղթում, սպորտը մնում է սպորտ, դու չես կարող ասել ինչ կլինի։ Դրա համար որ չես կարողանա հստակ պատասխան տալ, դու ասում ես հա շնորհակալ եմ ու անցնում ես, որ չգիտեմ։ Ձեզ մեկուսացում էր պետք, իսկ ձեր շուրջը միշտ շատ մարդիկ են։ Միշտ տարբեր տեսակի մարդիկ կան ու այդ մի քիչ խանգարեց, բայց ես հասկացել եմ մի պարզ բան, որ սա փորձ էր, որ պետքա սովորես, որովհետև հետագայում աշխարհի առողջությունը Հայաստանում լինի։ Չէ, բացի այդ ուղղակի կարող է խանգարեն թեկուզ այլ երկրում ինչ որ երկրպագուներ քանի որ դրան երևի թե ավելի շատ, հա, մեր մարզաձևը շատ է տարբերվում, հա, մեր մոտ չկա այդ բուրըն, ինչ որ էմոցիոնալ, հա, կան շատերը, որ մի քանի տարբեր երկրացիներ, որ կարող են, հա, քեզ ինչ որ կերպ փորձել խանգարել, բայց չկա այդ բուրըն էմոցիաների այդ, հա, որ ինչ որ գոռաս, ինչ որ բան ցույց տաս ու քո մեջից դուրս գա այդ ամենը։ Նշում է այդ բարձր ինչ որ թեկուզ հայտարարել է, որ Արամը մեզ փորձում էր օգնել, իրոք նա փորձում էր օգնել, բայց ներկայություններ կան մարզաձևերի, այո, որովհետև այս պարագայում Հայկի հետ կրակում ենք, այս պարագայում մեզ զուտ ես դիրք էի ման գալիս, ոտքս ցավում էր եւ այլն, չէի կարողանում այդ պայն կրակել ու այնպես չէր հուզված էի կամ եթե ես հուզված եմ, բոլորը գիտեն, ու ով ինձ ճանաչում է, ես հուզված ժամանակ ավելի լավ եմ կրակում։ Բայց իմ մոտ այնքան իրական այնքան ծիծաղելի էր, որտեվ մեկնաբանողը ասում է Լիլիթը երևի թե շատ է հուզվել, այդ պահին սկսեցի ծիծաղալ, որտեվ ես զուտ հուզված չէի, ուղղակի ինչ որ հարցեր կային, որը պետք էր լուծվեր։ Ասանք այդ փորձը նաև մեկնաբանողներին կգա։ Լարվածությունները պետքա քո վրա չասի, օրինակ իմ զենքի պատմությունը, որ զենքս փչացավ, ընդհանրապես չէր կրակում, այդ հենց մրցաշարում ես հաջորդ օրը, չէ, հենց այդ նույն օրը պետքա 1 ժամից պետքա կրակեի վարժություն, ու ես վերցնում եմ զենքս, ցենց շատ մեր ընկեր Անդոն գալիս է, ասում է, այս զենքը չի կրակում, ու ես պետք է հանգստություն պահպանեմ, որ այդ ամենը չազդի իմ հաջորդ կրակի վրա։ Ու այդպես զենքս վերցնում ենք, գնում ենք լավա մեր իմ շտայերի այդ ֆիրման, հա, Մագնիշը այսպես մոդելի մարդիկ եկել են, կարողացան սարքել ամեն ինչ։ Ու կողքից տեսնում եմ Էլմիրային Կարապետյան։ Եթե կարելի է շարունակեմ, որովհետև Էլկայի հետ կանգնած ենք ու այս Էլկան զանգում է իր ամուսնուն, Նարեկը շատ էմոցիոնալ բան է, ամուսինն է վերջ-վերջո այս պայն այդտեղը կան հանգստանա, հրաձիգ է եղել, գիտի լիքը նրբություններ։ Հիմա այս Էլկան հեռախոսը տվել է ինձ, ասում է լիր զանգի Հրաչին Նարեկի շուտ ասա, այս կողմ չգա Նարեկը։ Որ իրենց
երկու կողմից բռնել ենք, որ հանկարծ չկա Գոհարին շեղի, որովհետև Գոհարը տեղից լարված է, զենքը չի աշխատում, դու ավտոմատ մտածում ես ինչ անես, որ լարվածությունը հանես Գոհարի միջից, մի հատ էլ չթողես, որ խանգարեն։ Դրա համար ասենց ամբողջ երազքանը մգած նարեկեին ոչինչ հարց չի անցել, ասենց ինչ-որ բաներ ու դու դրանից պետքա դուրս գաս այդ ամենը։ Լավն էր, որ բոլորը գոհ էին, այդ շատ կարևոր է, որտեղ մենք փոքր երկիր ենք, բայց կարողացանք այնպես ներկայացնել, այնպես ներկայանալ եւ թեկուզ կազմակերպչականով շատ մեծ աշխատանքներ, շատ զարմացած ու շատ մեծ աշխատանքներ էր տարվել, որը մենք էլ էինք նույնիսկ զարմացել, բայց շատ սիրուն, շատ ամեն ինչը գրագետ ձևով անցկացվեց, որը նաև մասսայականացման խնդիր ունենք, երևի թե այդ հարցն է կլուծի, երևի թե շատերը կտեսնեն։ Արդեն այո, շատերը ինձ թվում է տեղեկացված են ու արդեն իմացան հրաձգության մասին, նույնիսկ բարբարան։ Իսկ թիմի մասին ինչ կասեք, թիմի ելույթը ոնց կգնահատեք, թե երիտասարդների, թե մեծահասակների։ Իրականում մեր թիմը վազող թիրախին է, ես նշեմ, շատ ցենց միահամուռ համախմբված թիմ ունենք։ Մենք նույնիսկ այլ երկրներում, որ մենք գնում ենք մրցումների, մեզ մոտենում ասում են ինչ լավն է ձեր թիմը, ինչ իրար հետ եք, բոլորը մեկը մյուսի համար, այստեղ էլ ավելի, քանի որ պատասխանատվությունը մեծ է, էլ ավելի որ հանկարծ ինչ որ թերի բան չլինի, բայց ինձ թվում է այդ ամենին շնորհակալություն հայտնենք մեր ընկեր Էդգարին, որովհետև ինքը 15 հոգու հետ աշխատելը շատ բարդ է, ամեն մեկի կմահաճույքը տանելը, ու չգիտեմ, այն ամենի միջով, այն ամենի ինչ դիմացավ ընկեր Էդգարը, չգիտեմ, մեր մարզիչները ուղղակի ոսկի են։ Չէ, իրականում ամբողջ թիմը շատ ուժեղ պատրաստված էր։ Կային թերություններ, չէր կարա սպորտա, չէր կարա։ Ունեք Գոր Խաչատրյանը, ով որ շատ ուժեղ սպորտսմեն է, շատ ուժեղ հոգեբանություն ունի։ Դու իրեն նայում ես, դուք որ ասում եք հրաձիկները ասեն սառը, ինքը առաջին անգամ ինձ թվում է իրեն խանգարել է հենց Հայաստանի մրցաշար, այսինքն որ այն անցկացվում էր Հայաստանում, որ ինքը ուշադրության կենտրոնում էր, որտեվ իրոք դա շատ կարող է խանգարել։ Լիարժեք կազմով մասնակցեցինք, ես կարծում եմ բոլորը գոհ կմնան, որովհետև օրինակ Զավենի դեպքում Զավենը քանի տարի է այդ մի հատ բարիեր կար, որ չէր կարողանում անցնել, որովհետև միշտ 4-րդ տեղ էր գրավում, Mr. Foreign իրան ասում, չգիտես, որովհետև իրոք դա ոնց որ սպորտային բախտը չէր ճպտում իրեն, այս դեպքում գոնե կարողացավ դա հաղթահարել։ Մեր Էլմիրան, չնայած ես Էլմիրայից ավելի շատ մեդալներ էի սպասում, բայց հաշվի առնենք իր կարգավիճակը, նա փոքրիկ էր սպասում։ Այո, բայց մի քանի ամսից կծնվի։ Վերոնիկա Մայորը օլիմպիական վերջի խաղերում առաջի տեղով երկու անգամն էլ եզրափակիչ էր մտել, մեկը 3-ով է դուրս եկել, մեկը 8։ Ու ինքը շատ ուժեղ ինքը 5 ոսկի վերցրեց, այսինքն իրեն հաղթելը մի քիչ այնց ինչ որ բայց էլի հավասար գնում են շատ հավասար բնականաբար, բայց կարծում եմ բոլորի ելույթներն էլ ամեն մեկը իր ձևով, իր փորձել են անել մաքսիմալ, այո, փորձել են անել մաքսիմալ եւ արել են այն։ Զգացում եմ, որ շատ եք տպավորված առաջինը, անընդհատ ուզում ինչ որ պատմել, կա հատված դրվագ, որ առավել հիշարժան եւ տպավորիչ է դարձել ձեզ համար։ Դե մեր եզրափակիչները ես չեմ մոռանա հաստատ, մեր երկու եզրափակիչները իմ լացել է նույնիսկ չեմ մոռանա, առաջին անգամ էր կարիերայում։ Դից հիմա չեմ մտաբերում։ Ես նաև կարող եմ մտաբերել, որ մենք այդ այնքան ենք հոգնել իրականում, թե ֆիզիկապես, թե մտածելու առումով Գոհարը աթոռներին էր քնել։ Ես գնացել էի հանդարցանում գետնին տարածք էի գտել, ոնց որ զենքի տուփերի արանքն էի տեղավորվել։ Ու երեխեքը ընկել էին, Գոհարը ասել էր գնացեք Լիլիթին արթնացրեք, հեսա պետքա կրակենք, եկել ու չեն տեսել։ Լիլիթ էին ման գալիս։ Ու իր վերարկուն վրա ծածկված էր, ու այդ ոնց որ տուփերի արանքն մտածել մի տուփ էլ ես էի։ Հետո լավ էր, երեխեքից մեկը հիշում էր, որտեղ եմ գնաց, եկան արթնացրեցին։ 4-5 օր է ընդամենը մրցաշարը եղել, բայց երևի մի 10-15 օր մենք այդ ամենի մեջ ոնց որ եղած լինենք շատ ցենց դանդաղ լարված, դե որ լարված ես լինում շատ դանդաղ։ Երկրում կլինի ավելի հանգիստ, չես մտածի, չես վազի, չես խառնվի, բայց կրկնակի ավել պատասխանատվություն։ Հիմա ձեզ լավ հանգստանալը պետք է։ Իրականում հա, ու քանի որ թիմն է մեծ, դու քո կրակը կրակում ես ու
գնում ես, որ հետևես մնացածը ոնց են կրակում, այսինքն դու չես կրակում, գնում հանգստանում քեզ համար, այսինքն օգնում ես թեկուզ ընկերդ գարին, որ հասցնի բոլորի հետ։ Տարի արդեն որպես նաև մարզիչ էի, մի քանի սաներից էլ էին մասնակցում, չնայած որ ինչքան կարողանում եմ առանձնանում էի, բայց մեկը չես կարող երեխաներին մենակ թողնել, որտեվ իրենք քեզ են նայում, գալիս են ընկերներից կարող եմ այս հարցը տալ, ասեմ մի րոպե, կգրակեմ կփորձեմ դեռ, հետո փորձեմ, հիմա կարող եմ այդ հարցը տալ, հիմա կարող ես այդ հարցը տալ։ Այդ ինչ որ պատասխանատվության պահ էր, որը որ հաղթահարեցինք պատվով, կարծում եմ։ Աղջիկներ, իսկ հրացակցությունը ինչպես է հայտնվել ձեր կյանքում, նշեցիր, որ Գոհարի պապիկն է եղել քո մարզիչը, դե բնականաբար հասկացան, որ սեվեր։ Ես գնում էի ուղղակի վոկալի, ինձ համար մի օր պապիկս եկավ, ասեց արի գնանք փորձի։ Ես եղել էի իհարկե հրաձգարանում, բայց չէի կրակել, ասեցի դե լավ, եկա սկսեցի կրակել, ասեց այս աղջիկը սպորտսմեն է դառնալու դուրս արի երգից, ու տենց դուրս եկա։ կարիերատ ավարտվեց։ Կարիերաս ավարտվեց երգչուհու։ Սկսեցի սպորտային կարիերայով արդեն առաջ գնալ։ Իմը շատ հետաքրքիր էր։ Ես էլ բարի էի գնում, բայց արդեն չէի երգի բարի անձամբ։ Հետո որոշեցի, որ հա, բարի իմը չի, հա, ոնց որ այդ տարածքում որ հատկանը բացվեց, մեր տանը մոտ էր, ոնց որ Մարիքսը տարածքում էր աշխատում, տենց իմացա, ասին կուզես գնաս ու ազատ ժամանակը գնացի, բայց չընդունեցին։ Հիշեմ, որտեղ ես շատ փոքր, տենց ֆիզիկապես շատ փոքր երեխա է, ասացին դե զենքը ծանր է, հետո դու փոքր ես, գնամ քիչ մեծացի, տենց մի տարի տարանվերեցին։ Ես բայց իմ էությամբ էսպեսին եմ, եթե մի բանը սկսում եմ, պետք է ավարտին հասցնեմ, մասնավորապես սիրարվեցի այդ մարզաձևին։ Հետո մինչև ընկեր Մելյանի գալը ունեինք ուրիշ մարզիչ, ընկեր Արամներ, հետո ցավոք ինքը դուրս եկավ, հետո ընկեր Մելյանն եկավ։ Իմ մոտ մի քիչ այդ մարզիչի բացակաբան ոնց որ շատ ընկեր Մելյանն էլ, հիմա չկա ընկեր Արամն էլ չկա, հա, բայց փառք Աստծո ընկեր Էդգարը լրացնում է այդտեղը։ Ընկերները նույնպես ընկեր Մելյանի մարզիկն է եղել։ Մարզիկն է եղել, եթե ինչ ընկեր Մելյանի։ Բոլորի հետ կապ ունեն ինչ որ էլի։ Առողջություն ունեն։ Իսկ կինը եւ հրաձգությունը որքանով են իրար հետ համատեղելի։ Ինչ է տալիս ձեզ հրաձգությունը։ Իմանում են, զարմանում են շատերը, ասում են ոնց, դա տղայի, տղամարդու սպորտ է, ինչպես է կարողանում։ Հետո արդեն բերում եմ, այսպես ասեմ, ցույց եմ տալիս նկարներով, ինչ որ մնացած իմ փորձով եմ կիսվում։ Արդեն պատկերացում կազմում են, որ այստեղ ինչ որ բանակային զենքեր չի, ինչ որ այդպիսի բաներ չի, զուտ սպորտային։ Ինձ թվում է շատ համատեղելի են կինը եւ հրաձգությունը։ Հրաձգությունը տարբերվում է, որովհետեւ երբևէ չես տեսնի ինչ որ մի մարզաձև, որտեղ օրինակարան, շատ շպարված չէ, բայց իրեն խնամված, ինչ որ շատ գեղեցիկ արտաքինը ու ուղղակի այդ ֆորման հագնում է, զենքը վերցնում կրակում է։ Մեր մրցակիցը նույն Ռыбավալովը Վիկտորիան, որին որ տեսակ, 40 տարեկան է, ոչ ոք չի ասում։ Այսինքն ինքը միշտ պահպանվել է, պարտադիր չի դու ֆիզիկապես ինչ որ հատուկ վարություններ անես կամ ինչ որ շատ ուժեղ լինես, որպեսզի զբաղվես։ Բացի դա, նաև տարիք չի հարցնում, տարիքային սահմանափակումներ չկան ու փորձը ցույց է տալի, որ ինչքան տարիքով մեծ ես, ավելի շատ բարձր արդյունքների ես կարողանում հասնել, որտեվ նույն գարի ասած դիմաց քաղաքականությունը քեզ օգնում է այս բայի։ Ամեն ինչ ձեր արժևում է, դեռ նվաճումներ կլեն, իսկ ինչի եք ուզում հասնել սրանից հետո։ Ուզում ենք, որ օլիմպիական դառնա մեր մրցաձևը առաջին հերթին, դե եթե չէ, արդեն աշխարհի առաջնության ոսկի, ռեկորդ եւ այդպես ինչքան տարիքսների կոնկրետ իմ դեպքում Ես իրականում ես մտածել եմ, որ եթե ռեկորդով կարողանամ աշխարհի առաջին չեմպիոն դառնամ, կթարգեմ սպորտային կարիերաս, որովհետև արդեն մարզիչ եմ, երեխաներին են նայում, որ եթե օլիմպիականը չի, ես միշտ երազել եմ կարիերան ավարտել այն ժամանակ, երբ որ դու դեռ բարձրունքում ես։ Դա երևի նպատակներից մեկն է, բայց հույս ունեմ, որ ոնց որ Գոհարն ասում, որտեղ օրինակ մենք էլ շարժվող թիրախը ցույց տվեցինք լիակազմ ինչ որ քանակ, հա, ամենաշատը 20 հոգով կարող ենք, մենք 19 հոգի ունեինք թե երիտասարդների մեջ թե մեծահասակների, դա նշանակում է, որ մենք էլ ենք նպաստում, մեր երկիրն էլ է փորձում նպաստել ու ցույց տալ, որ մենք ունենք այդ մարզաձևը, կան դեռ խոսակցություններ եւ հույս ունենք դառնալու հետ կապված
20-28-ում դեռ չէ, բայց հաջորդին հույս ունենք, քանի որ տարիքային խնդիր էլ չունենք, մենք հանգիստ սպասում ենք։ Վազոխիախը 2 մետր հեռավորությամբ։ Հա, 50 մետր 50 մետր էլ ունենք։ Ուղղակի Հայաստանում դեռ չկա, բայց մենք իհարկե միջազգային մրցումներում կրակել ենք։ Նույնիսկ մեդալ ենք ունեցել, ռեկորդ ենք սահմանել։ Մարկարյան, Գոր Խաչատրյան, ես երկրորդ հորիզոնական եմ զբաղեցրել, Լիլիթ Մկրտչյանը, բայց մենք նշենք, որ մենք չենք պարապում։ Հնարավորապես շուտ չունենք, չենք պարապում։ Այս տարի, եթե ամփոփենք մեր զրույցը, այս տարի ինչ մրցումներ ունեք եւ ինչ եք պատրաստվելու։ Առաջիկայում աշխարհի առաջնություն ունենք հուլիսի 20-ից, եթե չեմ սխալվում։ Փորձում ենք, չենք փորձում, հանգստից հետո արդեն պատրաստվելու ենք դրան։ Այս տարվա ամենակարևոր բանը աշխարհի առաջնությունն է, գնալու ենք նոր կազմով, էլի մաքսիմալ։ Այո։ Եզրափակում տեսնելու ենք ձեզ։ Մենք էլ կփորձենք ամեն ինչ անել, որ մեզ տեսնեք։ Կարծում ենք այս նվաճած մեդալները եւ Երևանյան մրցաշարի բավական բարդ փորձը ձեզ շատ կօգնեն նաեւ աշխարհի առաջնությունում։ Այնտեղ ավելի հանգիստ կլինենք Եվ արդեն ավելի փորձառու, շատ շնորհակալ ենք ձեզանից աղջիկներ, որ եկաք։ Շատ հետաքրքիր էր, առաջնությունը նորովի մեզ համար բացահայտեցիք, էլ ավելի հետաքրքիր կողմից։ Եվ Աստված տա ավելի լավ մեդալներ ունենաք ու ձեզ միշտ տեսնենք եզրափակիչներում, իսկ մեդալները որոշեք հերթով ոնց եք Մենք բաշխում։ շնորհակալ ենք, որ ինչպես միշտ դուք մեր մասին խոսում եք, մեզ լուսաբանում եք, որտեղ դա շատ կարևոր է, հա, մեր մարզաձևի զարգացման համար, ինչպես միշտ մեզ անմասն չեք թողնում։ Շնորհակալ ենք։ Այսօր այսքաններ։ Այո, շատ հետաքրքիր էր, մեծ բավականություն ստացանք, հուսով ենք դուք էլ եւ չմոռանաք ինչ էինք խնդրում ձեզ թողարկման սկզբում։ Արդեն մեկնաբանություններ գրելու ժամանակն է, իսկ մենք կհանդիպենք։